Շարունակենք ուրեմն ամենակարող արյուն սերիայի մեջ ենք եւ դասի վերնագիրը արյան նվաճումները Հովհաննես 6-րդ գլուխ 54-րդ խոսք Հովհաննես 6:54 Հիսուսն էլ նրանց ասեց ճշմարիտ ասում եմ ձեզ եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք կյանք չունեք ձեր անձերում Հովհաննես 6:54 Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Եվ Եբրայեցիների 9:7-ի հատվածում գրված է ոչ առանց արյունի։ Այսինքն քահանայապետի ծառայությունը ոչ առանց արյունի ներկայացնում է Եբրայեցիս թուղթը։ Եվ մենք նախորդ դասին տեսանք, թե ինչ էր անում արյունը մարդու համար, չէ՞։ Նախորդ դասին տեսանք, թե ինչպես է արյունը մաքրում մարդու օրգանիզմը։ Եվ ինչը որ իրական է մեր բնական ֆիզիկական մարմնի համար, նույնը նաև իրական է մեր հոգևոր մարմնի համար, Քրիստոսի մարմնի համար։ Ամեն։ Եվ մենք պետք է տեսնենք, որ չկա այլ մուտք Հիսուս Քրիստոսի մոտ, բացի արյունը։ Հոր մոտ մենք չենք կարող գնալ առանց Հիսուս Քրիստոսի արյան։ Այդ արյունն է, որ մեզ համար ճանապարհ է բացել։ Ամեն։ Եվ Տերը իր արյունով մեզ ծածկել է, մաքրել է, սրբացրել է։ Այդ արյան գործը հզոր գործ է։ Բայց մենք նաև պետք է տեսնենք, որ արյունը մեր կյանքում սելներ ավելորդ թափոններից մաքրում է մեզ եւ այդ խոչընդոտները հեռացնում է, որպեսզի արյան հոսք հոսի։ Այբ որ տանը մենք ասում ենք ինչ որ բան խցանվել է, չէ՞, ու ծորակից ջուր չի հոսում, ինչ ենք անում, մտածում ենք, ասում ենք երևի թե հարևանի տանը ներքև ինչ որ մի բան խցանվել է, պետք է այդ խցանումը բացենք։ Եվ այդ որպեսզի այդ հոսքը լինի, մենք պետք է գտնենք պատճառը։ Ինչու՞մն է պատճառը, որ այդ հոսքը չկա։ Նույնը արյան մեջ մենք տեսնում ենք, չէ՞, որ արյան մեջ կյանք կա։ Եթե այդ կյանքի հոսքը չկա մեր հոգևոր օրգանիզմում, մենք պետք է պատճառը գտնենք, իսկ ի՞նչն է խոչընդոտը։ Ի՞նչն է արգելում, որ այդ արյունը հոսի։ Եվ մենք տեսնում ենք, որ արյունը նաև սնում է ամբողջ մարմինը ու յուրաքանչյուր բջիջ։ Գիտեք, մարդու օրգանիզմում մի քիչ բժշկական բաներ ենք անցնում։ Մարդու օրգանիզմում գոյություն ունեն միլիարդավոր բջիջներ։ Եվ մարդու օրգանիզմում կա 7-ից 9 լիտր արյուն։ Եվ այս արյունը անընդհատ ինքը շրջանառվում է, անընդհատ։ Այսօր հիմա դու ստեղ նստած ես, բայց այդ արյունը շրջանառվում է։ Դու դա չես զգում, բայց այդ արյունը շրջանառվում է։ Այդ արյունը իր գործը անում է, որտեղ իր հրահանգը ունի Տիրոջից։ Ինքը իր գործը անում է։ Ու 40-50 վայրկյանը մեկ ինքը շրջանառվում է, այսինքն անգամ մի րոպե էլ չի լինում։ Ու այդ արյունը ինքը արդյունքում սկսում է սնել մարմնի բջիջները։ Այսինքն այն բոլոր օգտակար սնունդները, որ մարդը սնունդի միջոցով ընդունում է, արյունը այդ օգտակար վիտամինները, այդ միներալները ինքը սկսում է փոխանցել բջիջներին, որպեսզի սնվի։ Եվ դա ցույց է տալիս, որ ինչ է կատարում մարդու օրգանիզմում։ Ու մարդկային մարմնում շրջանառվող արյունը վերցնում է սնուցող տարրերը, վիտամիններն ու միներալները այն բանից հետո, երբ նրանք անցել են մարսողության համակարգի միջով, ու տանում է այդ սնունդը մարմնի յուրաքանչյուր բջիջին։ Իսկ ինչ կասենք Քրիստոսի մարմնի մասին, հոգևոր մարմնի մասին։ Այդ օրգանիզմը, որ Աստված ստեղծել է, այդ խորհրդավոր օրգանիզմը, որ մեզ համար մի քիչ անգամ անհասկանալի է, այդ Քրիստոսի մարմնի մասին, չէ, այդ ամբողջական մեծ մարմնի մասին, ու այդ մարմնի մեջ էլ նույն գործողությունը անում է Աստծո Քրիստոսի արյունը սելներ։ Եվ կա արյուն ու կա հոգի։ Այսինքն, տեսեք Պողոսը ասում է Հռոմեացիների 8:2-ում, ասում է կյանքի հոգին։ Սուրբ հոգու մասին խոսում է որպես կյանքի հոգի։ Եվ մենք գիտենք, որ ֆիզիկական մարմնի համար արյունը կյանք է։ Եթե մարդը առնահոսեց, արյունը այլևս չմատակարարեց, մարդը կմահանա։ Նույնը հոգևոր մարմնի համար հոգին է կյանք տալիս։ Դրա համար Տեր Հիսուսը ասում էր, եթե մարդու որդու մարմինը, այսինքն Աստծո խոսքերը չուտեք, եւ նրա արյունը, այսինքն նրա հոգին չխմեք, կյանք չեք ունենա ձեր անձերում։ Եվ այստեղ մի բան ենք մենք բացահայտում, որ կյանքը Քրիստոսի մարմնի համար դա կախված է Սուրբ Հոգուց, Աստծո հոգին
երբ որ անարգելք մեր կյանքերի մեջ հոսում է, երբ որ անարգելք իր գործը անում է։ Եվ այդ արյունը, երբ որ անարգելք կերպով մեր կյանքերի մեջ գործում է, սիրելիներ, մեր կյանքերի մեջ ինքը բերում է կյանք, ինքը սնուցում է։ Եվ երբ որ մենք թույլ ենք տալիս, որ այդ արյունը գործի մեր մեջ, նա սկսում է այն օգտակար բոլոր բաները մեզ տալ, ու այն վատ բաներն էլ համապատասխան միջոցով հեռացնում է մեզանից։ Ամեն։ Փառք Տիրոջ սրա համար։ Մեզանից յուրաքանչյուրը ներկայացնում են Քրիստոսի մարմինը։ Ամեն մեկս։ Ես ու դու ամեն մեկս ինչ-որ մի բջիջն ենք այդ մարմնի։ Ու մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգու սնուցումը մեր կյանքի մեջ լինի, որովհետև իմ առողջ լինելուց կախված է իմ քրոջ ու եղբոր առողջ լինելը, չէ՞։ Երբ որ ձեռքիդ փոքր մատը անգամ ճկույթը ցավում է, ամբողջ մարմինդ է ցավում։ Ու այդ նույնը մենք պետք է զգանք նաև Քրիստոսի մարմինի համար։ Մենք պետք է թողնենք, որ անարգելք այդ արյունը մեր կյանքերի մեջ հոսի։ Չկա մի այնպիսի կարիք, որ արյունը հաշվի չառնի, սիրելիներ։ Արյունը ամեն բջիջի է մատակարարում։ Ամեն բջիջի ինքը հպվում է։ Չկա մի այդպիսի կարիք, որ ես ու դու ունենանք ու նրա պատասխանը չունենա Աստծո հոգին, Քրիստոսի արյունը։ Նա ամեն պատասխանը ունի իր մեջ։ Փառք Տիրոջ սրա համար։ Կյանքը դա արյունն է, Սուրբ Հոգին կյանքը փոխադրողը։ Եվ եթե դուք ունեք այդ կյանքը, նշանակում է ձեր ներսում կա ամեն ինչի պատասխանը։ Նաև ուզում եմ երկրորդ մի բան ասեմ, որ արյունը վերահսկում է մարմնի ջերմաստիճանը։ Մենք գիտենք, որ մարդու օրգանիզմի ջերմաստիճանը 36.6 աստիճան է։ Ճիշտ է։ Մի քանի օր առաջ մենք Երևանից եկանք, Երևանում +25 էր, թե +30 էր, եկանք հասանք Ծաղկաձոր, այստեղ +15-18, չէ՞։ Բայց մեր օրգանիզմի ջերմաստիճանը մնաց 36.6։ Այսինքն դու կարող ես տաք տեղից տեղափոխվել սառը տեղ, չգիտեմ, աֆրիկական տաք երկրից գնալ ինչ-որ Սիբիր, բայց քո մարմնի ջերմաստիճանը արյունը ապահովում է 36.6 աստիճան։ Եվ Աստծո հոգին, երբ որ մեր կյանքերի մեջ անարգելք հոսում է, սիրելիներ, երբ որ չկա որևիցե մի խոչընդոտ, այդ արյունը մեր կյանքերի մեջ, օրգանիզմի մեջ, մեր հոգևոր մարմնի մեջ ապահովում է այդ ջերմաստիճանը։ Ու դու տեսնում ես, որ այո, շուրջ բոլորը խառնաշփոթ է, շուրջ բոլորը հիասթափությունների կամ պանիկայի մեջ են, բայց քո մեջ հանգստություն կա։ Ու քեզ ասում են, որտեղից քո մեջ այդ հանգստությունը։ Դու գիտես աղբյուրը որտեղից է։ Դու գիտես որտեղից ես դու սնվում։ Դու չես սնվում TV-ի մատակարարած աղբյուրներից, դու չես սնվում ինտերնետի տված լուրերից, դու չես սնվում հարևանների, չգիտեմ, ասած լուրերից, այլ դու սնվում ես քո աղբյուրը, դու գիտես ով է։ Երբ որ դու Քրիստոսի հոգուն կապված ես լինում, երբ որ կապված ես լինում, այդ արյունը անարգելք սկսում է հոսել։ Ամեն։ Ոնց որ այն օրինակը անցած անգամ բերեցի, աղբյուրի օրինակը, երբ որ այդ խողովակը միացված է, երբ որ այդ ջուրը անարգելք հոսում է, սիրելիներ, մենք հագենում ենք դրանից։ Եվ Մատթեոս 24:12-ում ասում է, եւ անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի։ Մատթեոս 24:12։ Անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի։ Այսինքն անօրինությունը դա այն իծնե բնությունն է, որը մենք ստացել ենք Ադամից, եւ որը միշտ սիրում է ապստամբել Աստծուն։ Այսինքն ինչ է ցանկանում մարդկային մարմինը, այդ հին Ադամը իր հարմարավետությունն է ուզում։ Հին Ադամը ուզում է անկախ ապրել, իր կամքով, իր ցանկացածով։ Բայց նոր Ադամը ասում է, ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը լինի։ Ոչ թե այնպես, ինչպես որ ես եմ ուզում, այլ այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Սա է կարևորագույն բանը, սիրելիներ, երբ որ մենք հանձնվում ենք Աստծուն, ո՞նց ենք հասկանում, որ ընծայվել ենք Տիրոջը։ Երբ որ մենք ասում ենք, Տեր, ոչ թե իմ կամքը լինի, ոչ թե այնպես, ինչպես ես գիտեմ, այլ այնպես, ինչպես որ դու գիտես։ Ոչ թե այնպես, ինչպես ես եմ կարծում, այլ այնպես, ինչպես դու ես կարծում, ինչպես որ դու ես ուզում։ Եվ սա շատ կարևոր բան է, սիրելիներ։ Ու երբ որ անօրինությունը գալիս է, երբ որ մեղքը գալիս է մարդու կյանքի մեջ, մենք տեսնում ենք, որ մարդու կյանքի մեջ քիչ-քիչ մարդը սարճում է հոգևոր կյանքում։ Եվ մենք մեր կյանքում հանդիպած կլինենք այդպիսի մարդկանց, անգամ մենք էլ ենք ընկել այդպիսի իրավիճակների մեջ, որ դու տեսել ես, որ դու սառել ես հոգևոր կյանքում։ Քեզ այլևս աղոթքը չի ձգում, քեզ այլևս եկեղեցի գնալը չի ձգում, Սուրբ Գիրքը քեզ համար ցանկալի գիրք չէ, ու դու տեսնում ես քիչ-քիչ այս ամեն ինչը։ Գիտեք, ասում են պրոֆեսիոնալ խոհարարը, երբ որ սկսում է երշիկը կտրատել,
Երբ որ առաջի շերտերը կտրում է, միանգամից չի երևում, որ բան է պակասել, որովհետև ինքը շատ բարակ կտրտում է։ Բայց երբ որ շարունակաբար կտրտում է, դու տեսնում ես, որ այս երշիկը պակասել է։ Ինչու՞։ Այդ նույնը մեր հոգևոր կյանքում է։ Երբ որ մենք աստիճանաբար ինչ-որ բաներ թողնում ենք, միանգամից չենք զգում։ Մի օր էլ հանկարծ տեսնում ես, որ ամբողջությամբ սառել ես, այլևս ջերմություն չկա քո մեջ, որ դու այսիշ բանը անես։ Այլևս դու չես ուզում աղոթել, այլևս դու հոգնում ես, այլևս դու ուզում ես երկար քնել։ Եվ ուզում եմ այս նույն բանը ասեմ։ Այս 10 քանի օրվա ընթացքում, քանի մենք միաբան ենք, մենք մեկս մյուսից կարանք, չգիտեմ, հրելով կամ ծեծելով իրար զարթնացնենք, չէ, ասենք գնանք իրար հետ փառաբանենք, երկրպագենք կամ դասերին մասնակցենք, ու այս ամեն ինչը վերջանալու է։ Շուտով մի քանի օրից վերջանալու է, բայց ես ու դու ենք այդ կրակը պահողը սիրելիներ։ Ամեն օր ես ու դու պիտի այդ կրակի վրա փայտ դնենք, ամեն օր, քանային պատվեր կար, ասում էր ամեն օր այդ կրակի վրա փայտ դիր, ամեն օր ես ու դու ունենք կարիք այդ կրակի վրա փայտ դնելու, ու դա մեր որոշումն է։ Որտեւ այս բոլոր մեր կազմակերպած ամեն ինչը, մեր զգացողությունները, չգիտեմ, այս հնարավորությունները միգուցե ոչ թե միգուցե մի օր վերջանալու են, բայց ես ու դու ենք, որ սա շարունակելու ենք։ Ու Հայտնություն 3:15-ից 16-ում, երբ որ Տերը եկեղեցիների հետ խոսում էր, Հայտնություն 3:15-16, ասում է գիտեմ քո գործերը։ Գիտեք, այս խոսքը ինձ շատ դուր է գալիս։ Տերը 7 եկեղեցիներին, երբ որ խոսում է 7-ին էլ ասում է գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո գործերը։ Այսօր նույնը ուզում եմ քեզ ասել։ Տերը գիտի քո գործերը, քո ծածուկը գիտի։ Այն որ բոլորիցս գաղտնի է, բոլորիցս թաքնված է, Տերը գիտի քո գործերը։ Տերը գիտի քո արած ողորմությունները, Տերը գիտի քո արած ծառայությունները, այն որ շատերը չեն էլ նկատում։ Տերը գիտի այն ծածուկ մեղքերը, Տերը գիտի ամեն բան։ Ու փառք Տիրոջ, որ իր առաջ ոչ մի բան ծածուկ չի սիրներ։ Ասում է գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Օթե ցուրտ լիներ կամ տաք, ուրեմն որովհետև գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից։ Եվ սա ցավալի բան է։ Մենք գիտենք, չէ՞, երբ որ մարդը հիվանդանում է, ասում ենք գոլ ջուր խմի։ Չէ՞ որ հիվանդանում է, մրսում է, ասում ենք գոլ ջուր խմի, երբ որ սիրտ խառնոց ունի, որտեվ օգնում է։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, այս քո գաղջ վիճակը ինձ համար փսխելու աստիճան է, դա ինձ դուր չի գալիս, այս մեջտեղի վիճակը։ Եղիան կանգնեց Իսրայել ժողովրդին, ասեց, միչև երբ պիտի երկու ոտքի վրա կաղաք, կամ Եհովան է Աստված, կամ Բահաղը։ Ում եք ծառայելու։ Այս կարգավիճակը Աստծո համար զզվելի վիճակ է։ Եվ սա հիվանդություն է, սիրելիներ։ Եթե մենք ուշադիր լինենք, սա այն հիվանդությունն է, որ մենք տեսնում ենք ու սրա ախտանիշները նրանում էր, որ տեսնում ենք մարդու մեջ անտարբերություն է գալիս եկեղեցի գնալու հետ կապված։ Մարդը ցանկություն չունի աղոթելու, մարդը ցանկություն չունի աղոթքաժողովներին մասնակցելու, Սուրբ Գիրքը այլևս գրավիչ գիրք չէ իր համար, եւ սա հիվանդություն է, որ մենք պետք է սրան ուշադիր լինենք։ Այսինքն, գիտեք, սա մի հատ ցուցիչ է, որ մենք սրանով կարող ենք այդ ախտանիշը տալ։ Բժշկի մոտ գնում ես, ասում է ինչ բողոք ունես, սկսում ես բողոքներդ ասել, ասում է այս հիվանդությունն է քո մոտ։ Հիմա երբ որ մենք տեսնում ենք, որ մեզ մոտ արդեն դադարում է այդ ցանկությունը, այդ ախորժանքը Սուրբ Գիրք կարդալու, եկեղեցի գնալու, աղոթքներին մասնակցելու, մենք պետք է հասկանանք, որ մենք հիվանդություն ունենք, գաղջ վիճակում ենք, կարիք ունենք, որ Տիրոջ կրակով նորից վառվենք։ Ամեն։ Այսպիսի վիճակում ես հայտնվել եմ։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես հայտնվել եմ։ Ու կարիք կա նորից վերականգնվելու, կարիք կա նորից գնալու նրա սրահները, կարիք կա նորից ասելու Տեր, ես ուզում եմ քո արյան հոսքը առատ կերպով իմ կյանքի մեջ հոսի, որովհետև ես չեմ ուզում մեռած քրիստոնյա լինեմ։ Գիտեք, կան մեռած դիակներ, կան այդ մեռած քրիստոնյաներ, չէ, դիակի պես, որ ոչ մի բան չի զգում։ Կան քրիստոնյաներ, ովքեր վառվում են Տիրոջ կրակով։ Այդ թող այդ Տիրոջ կրակը մեզ վառի։ Եղբոր այսօր ասում եմ, այս կրակը չթողնես, այս նոր այս կրակը, որ քո մեջ վառվել է, Տիրոջն ես դարձել, գալու են հիասթափություններ, գալու են դժվարություններ, բայց չմոռանաս այս առաջին սերը սրանով միշտ վառվի։ Ու այս նույն կարգավիճակում էր Պետրոս առաքյալը, երբ որ նա հիասթափվեց ինքն իրենից անգամ, տեսավ, որ չէ, չկատարեցի այն ինչ, որ ես ասում էի, այն ինչի համար, որ վիճվում էի, որ ես քեզ չեմ թողնելու, ոչ միայն թողեցի, այլ նաև ես ուրացա։ Եվ այնքան էր այս գաղջ վիճակում, որ տեսեք Պետրոսը
փոխարենը նրան, որ Տիրոջը հետևեր, Տիրոջ մոտ լիներ, նա Տիրոջը սկսեց հեռվից նայել ու սկսեց ուրիշ կրակի մոտ տաքանալ սիրելիներ։ Այլևս ուրիշ կրակն էր նրան գրավում։ Վերջին հաշվով մենք գիտենք, որ Պետրոսը ուրացավ։ Մեզ հետ էլ է նույնը կատարում, սկսում ենք օտար կրակով տաքանալ եւ փոխարենը ջերմեռատ լինելու, սկսում ենք վառվել նախանձով, խանդով, բաժանություններով, անգամ ինքնախղճահարությամբ, ու տեսնում ենք, որ այս դառնության արմատներ են մեր մեջ ծիլ տալիս, ու տեսնում ես, որ այս դառնության արմատները քեզ կրծում են։ Օրինակ, վիրավորանքը, սիրելիներ, ինչ է։ Վիրավորանքը մի բան է, որ քեզ վնասում է։ Ամեն։ Ինչքան ուզում ես դու արդար լինես, ինչքան ուզում ես դու ճիշտ լինես, բայց այդ վիրավորանքը քեզ ներսից քայքայում է։ Ու դու տեսնում ես, ես իմ կյանքից եմ ասում։ Դու տեսնում ես, դու չես ուզում ծառայությանը մասնակցես։ Դու անգամ աղոթելու բառեր չես գտնում, ու դու տեսնում ես ներսից քայքայում ես, ինչքան ուզում ես ճիշտ լինես, կարիք ունենք այսպիսի դառնություններից մենք ազատվելու, օտար կրակներից պիտի փախչենք։ Գիտեք, Աստված Ահարոնի որդիներին խփեց ու սպանեց, ինչու՞։ Որտեվ Աստված հրահանգ էր տվել, որ զոհասեղանից պետք է կրակը վերցնեն։ Իսկ Ահարոնի որդիները վերցրեցին օտար կրակ տարան մատուցեցին եւ Աստված նրանց հարվածեց։ Մենք կարիք չունենք այս աշխարհից օգտվելու։ Մենք կարիք ունենք մեր հայացքը ուղղելու դեպի Տերը, նրանից սնվելու։ Ամեն։ Մեր հայացքը պետք է Տերը լինի, սիրելիներ։ Այս աշխարհը տարբեր բաներ կմատուցի, այս աշխարհը, գիտեք, մի հատ կարևոր բան եմ ուզում ասել։ Եկեղեցին պիտի լինի աշխարհի մեջ, բայց աշխարհը չպիտի լինի եկեղեցու մեջ։ Դա անհնար բան է, չի կարող աշխարհը ներխուժել եկեղեցի։ Աշխարհի ոչ մի բարք, աշխարհի ոչ մի առաջարկած բան չպիտի մտնի եկեղեցի։ Եկեղեցին դա սուրբ վայր է, որտեղ մարդիկ պետք է գան եւ Տիրոջ հանդիպեն ու Տիրոջ կրակով վառվեն։ Ամեն։ Մենք կարիք ունենք Տիրոջ մոտ վառվելու։ Միակ պատասխանը Հիսուսի արյունն է, սիրելիներ։ Եվ որպես Աստծո ծառաներ մենք պետք է զանազանենք այս հիվանդությունը, այս ախտանիշը կարողանանք մենք հասկանալ։ Բայց երբ որ արյունը գտնվում է պատշաճ դիրքում, հորը ձեր հարաբերություններին որևէ արգելք չի լինի։ Դուք կտեսնեք, որ ձեր հարաբերությունների մեջ ճեղքում կա։ Դուք կտեսնես, որ գործում է այդ արյունը, այդ հոսքը կա քո կյանքի մեջ, ու ոչ մի բան քեզ չի կարող արգելել։ Գիտեք, ես պատանի ժամանակ մի հատ երազ տեսա, ու այս երազի ժամանակ մի հատ դալիճ էր, որ մեծ մասը պատուհաններ էր, ու դուրսը մութ էր, գիշեր էր, ներսը շատ լուսավոր լույս էր։ Դուրսը ցուրտ էր, բայց ներսը շատ ջերմ ու տաք էր, ու այնքան տաք էր, որ այս պատուհանները անգամ ցած քրտնել էին։ Ու ամեն մեկը իր ծառայությունը ինչ որ կերպով Աստծուն իր զոհաբերությունը, իր պաշտամունքը մատուցում էր։ Ես էլ թեյնիկի մեջ ջուր ունեի ու այս ջուրը սենց օդն էի ցպնում։ Ու օրհնում էի Տիրոջ, փառաբանում էի սրտիս խորքից։ Ու եկավ բա որ այս թեյնիկի մեջի ջուրը ավարտվեց։ Ու կարծես թե մեկը ինձ ասավ դուրս արի այնտեղ դրսում աղբյուր կա։ Գնա ջուրը լցրու։ Ես ասացի դե դուրսը մութ է, այստեղ լուսավոր է։ Համել դուրսը ցուրտ է, այստեղ ավելի տաք է։ Երբ որ արթնացա Սուրբ Հոգին իմ սրտի հետ խոսեց։ Ասեց եթե դու չգնաս այդ աղբյուրի մոտ, եթե դու չգաս այդ աղբյուրի մոտ, դու չես ունենա այն ամենը ինչ որ ունեիր։ Այո, այդ վայրը մութ է շատ ժամանակ, այո, այդ վայրը շատ ժամանակ դժվար է, այո, քչերն են այդտեղ ցանկանում, այո, այդ վայրը երբեմն ցուրտ է, բայց եթե դու այդ աղբյուրից չսնվես, դու չես կարող այդ ամենը ունենաս։ Եթե ես ու դու մեր սրտի փափակը չեղավ նստել Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ, մի օր չզարմանաք, որ Մարթայի պես կսկսենք տրտնջալ, կսկսենք բողոքել։ Մենք կարիք ունենք նստելու Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ։ Մեր ամեն օրը պետք է դրանով սկսի սիրելիներ։ Մենք պետք է զոհաբերենք շատ բաներ ու գնանք Տիրոջ ոտքերի մոտ։ Եվ դրա համար էր, որ Տեր Հիսուսը ասեց. Մարթա, Մարթա, ասեց, Մարիամը մի բան է ընտրել, որ իրանից չի վերառնվի։ Ես իմ ծառայության մեջ ունեցել եմ սիրելիներ, ծառայել եմ, մի օր սկսել եմ տրտնջալը, բողոքելը, բայց կարիք կա յուրաքանչյուր մեր գործը սկսել Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ նստելուց։ Ամեն ծառայություն։ Եվ տեսեք, Եփեսացիների 2:13 ասում է, բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռքովը դուք, որ ժամանակով հեռավոր եք, մոտ եղաք Քրիստոսի արյունով։ Մի ժամանակ մենք հեռու ենք,
Բայց Հիսուս Քրիստոսի արյան միջոցով մենք հիմա մոտ ենք նրան։ Փառք Տիրոջ սրա համար, ամեն։ Եվ տեսեք, երբ Պետրոսը հեռվում մի կողմ քաշվեց, արյան արժեքը անփոփոխ մնաց։ Անփոփոխ մնաց, ու այդ արյունը նորից կանչում էր Պետրոսին։ Դրա համար երբ որ Տեր Հիսուսը Մարիամին հանդիպեց, ասեց գնա ու ասա իմ եղբայրներին եւ Պետրոսին։ Այդ արյան կանչը կա սիրելիներ այսօր էլ։ Այդ արյան կանչը ամեն ժամանակ կա։ Հայտնի մի հատ երգ ասում է նրա արյան ամեն կաթիլը խոսում է սեր։ Այդ արյան ամեն կաթիլը խոսում է սեր։ Այդ արյան ամեն կաթիլը կանչում է մեզ սիրելիներ։ Ինչ կատարվեց։ Արյունը սկսեց գրավել Պետրոսին մոտենալ Աստծուն։ Նա սկսեց մոտենալ արյան ազդեցության տակ սիրելիներ։ Փառք Տիրոջ սրա համար, որ երբ որ մենք հեռանում ենք նրանից, նա նորից մեզ կանչում է, նա նորից մեզ ընդունում է, նա նորից իր արյունով սրբում է, նա նորից իր պատմուճանը հագցնում է, նա նորից իր որդիական մատանին դնում է մեր ձեռքին։ Փառք Հիսուսին սրա համար։ Ու ինչ որ մեկը դառնում է գաղջ ու սկսում է տաքանալ օտար կրակի մոտ, պատճառաբանություններ ենք մենք փորձում գտնել, երբեմն ասում ենք դե այսպես է ու այսպես է, ես չեմ ծառայի, ես եկեղեցում ինչ ծառայեմ, չեք տեսնում այստեղ ինչա կատարում կամ այնտեղ ինչա կատարում, սիրելիներ, եթե կատարյալ եկեղեցի գտնեք ինձ էլ ասեք։ Բայց մենք կարիք ունենք, որ արյան հոսքը ապահովենք յուրաքանչյուր եկեղեցու մեջ։ Մենք կարիք ունենք։ Գիտեք, երբ որ սխալները մենք տեսնում ենք նրա համար չէ որ մենք մատնացույց անենք։ Դրա համար չի։ Հիշեք սիրելիներ, որ երբ որ մատնացույց ենք անում, մեզ էլ ենք մատնացույց անում։ Մենք կարիք ունենք, մենք բժշկվելու։ Ասում եմ, երբ որ դու հաստատվես, քո եղբայրներին է կհաստատես։ Տեր Հիսուսն էր ասում, չէ՞։ Երբ որ դու հաստատվես, քո եղբայրներին է կհաստատես։ Երբ որ ես ու դու հաստատվենք հավատքի մեջ, հավատա, դա ամենալավագույն այդ վիրուսն է, որ ինքը տարածվում, համաճարակն է, որ կտարածվի ու մարդիկ էլ կսկսեն այդ կրակով վառվելը։ Ամեն։ Այդ կրակը մարդիկ կցանկանան, որովհետև այսօր մարդիկ իսկապես ուզում են, փափագում են, ուզում են հանդիպել ու դու կարաս լինես այդ կրակը փոխանցողը։ Ու եկեղեցին լիքն է մարդկանցով, ովքեր իրոք չեն ուզում գնալ աղոթքաժողովների։ Ոնց որ եղբայրը ասես, չէ, կարող է ասենք այսօր առավոտյան աղոթքաժողով ունենք ու Տեր Հիսուսն է գալու ու շատ քչերը կան։ Ու մենք գիտենք, որ աղոթքաժողովներին իսկապես շատ քչերն են մասնակցում։ Ինչու՞։ Որտեղ այստեղ գին է պետք վճարել։ Այստեղ մարմնի համար հաճելի չէ, այստեղ դժվար է, բայց չկա այլ ճանապարհ։ Հետաքրքիր է, որ Տեր Հիսուսի հետ աշակերտները 3.5 տարի քայլեցին, տեսան հրաշքներ, տեսան նշաններ, տեսան մեռելների հարությունը, տեսան զորությունները, որ Տերը գործում էր, հացի բազմացումը, կույրի տեսնելը, այս մեծամեծ գործերը, ծովի հանդարտեցումը, չգիտեմ, ծովի վրայով քայլելը։ Երբ որ եկա, որ մի հատ բան պետք է խնդրեն Տեր Հիսուսից, չխնդրեցին, ասին սովորեցրում ես հրաշքներ անել, մեռելներին հարություն տալ, ասեցին սովորեցրում ես աղոթել։ Որտեղ նրանք հասկացել էին, որ ամբողջ բանալին այդ աղոթքի մեջ է սիրներ։ Մենք կարիք ունենք, որ իրար քաջալերենք, անգամ իրար տենանք, ասենք աղոթքը շարունակի, որտեղ հաճախ է լինում, որ մենք մարում ենք, բայց մենք կարիք ունենք, որ շարունակելու այս ամեն ինչը։ Փառք Տիրոջ դրա համար։ Արյունը եւս մեկ գործ է անում։ Մենք գիտենք, որ արյունը թթվածին է մատակարարում մարմնի յուրաքանչյուր բջիջին։ Այսինքն ինչ է կատարվում։ Տեսեք, այդ թթվածինը, երբ որ ինքը պայթուցիկ վառվող նյութ է, ու երբ որ ինքը հպվում է մեր օրգանիզմի այդ բջիջներին, բոլոր այն թափոնները, այն ավելորդ բաները ինքը այրում է։ Դրա համար երբ որ սպորտով զբաղվում ենք կամ վազում ենք, ինչ-որ բան ենք անում, մարդը քրտնում է, չէ՞։ Ու այդ արդյունքում այդ ավելորդ, մենք ասում ենք ավելորդ այդ բաները դու հեռացնում ես այդ քրտինքի միջոցով։ Ինչի են ասում շատ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է քրտնելը, որովհետև ավելորդ բաները մարդը հեռացնում է։ Ու արյունը այս նույն բանը անում է սիրելիներ։ Եվ Տիրոջ խոսքը ասում է Մատթեոս 3:11-ում, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Կրակը Հիսուսի արյան աստվածային թթվածինն է սիրելիներ, որ մեզանից հեռացնում է, կրակով այրում է ամեն ավելորդ թափոնները մեր կյանքից, ամեն ավելորդ բաները։ Մենք կարիք ունենք Սուրբ Հոգու կրակով ամեն անգամ վառվելու։ Ամեն։ Ամեն։ Թող մեր ծառայությունները Սուրբ Հոգու կրակով վառվի։ Թող մեր ընտանիքները Սուրբ Հոգու կրակով վառվի։ Սիրելիներ, ուզում եմ մի հատ լավ սովորույթ հիշեցնեմ մեզ յուրաքանչյուրից։ Ես հաճախ եմ դա հիշում։ Միշտ չի որ ինձ հաջողվում է, բայց հաճախ հիշում եմ։ 90-ական թվականներին, երբ որ լույսը անջատում էին,
Շատերը թե տխրում էին, ես ուրախանում էի, մեր ընտանիքը ուրախանում էր։ Ինչու՞։ Որտեղ հենց լույսերն անջատում էին, մենք հավաքվում ենք վառարանի շուրջ, երկարանը բացում ենք, մոմի լույսի տակ, լամպի լույսի տակ սկսում ենք երգել, պապան ավետարանից խոսքեր կարդում, ու մենք սկսում ենք փառաբանել Տիրոջ։ Ու ամեն անգամ, երբ որ հանկարծ ինչ-որ տենց անջատում ա լինում, այդ հիշողությունները նորից իմ մեջ արթնանում են սելներ։ Լավ սովորություն էր։ Եկեք մեր ընտանիքի մեջ այս սովորությունները վերականգնենք։ Երբեմն այնպիսի սովորություններ ենք մենք ձեռք բերել, անկեղծ եմ ասում, մենք այսօր մեծագույն մեր սովորություններից մեկը։ Ու շատի լսեք ասեմ։ Մարդիկ գնում են կանգառում կանգնում են, անծանոթ միջավայրում կամ բանկում, որտեղ որ իրանց համար անծանոթ է։ Ինչ է անում մարդը, զբաղմունք չունի, բթի մարզանք է անում։ Ճիշտ է։ Իսկապես, մենք նոր սովորություններ ենք ձեռք բերել, թողնելով այն լավագույն սովորությունները, որ իսկապես մեր ընտանիքների մեջ ջերմություն ու Աստծո կրակն էր բերում։ Եկեք թույլ տանք, որ Սուրբ Հոգին իր կրակը մեր ընտանիքների մեջ վառվի։ Ամեն։ Փառք Տիրոջ սրա համար։ Որտեղ ես ուզում եմ ձեզ կարևոր մի բան ասեմ, քանի ընտանիքի հետ կապված խոսում եմ։ Թշնամու հակառակորդի մեծագույն նշանակետերը դա ընտանիքն է սերներ, որ ընտանիքը քանդի։ Ընտանիքը չթողնի, որ ձևավորվի։ Նա ամեն բան անում է, որ ընտանիքի մեջ բաժանություն բերի։ Ով է նա։ Նրա անվանումը մենք գիտենք եղբայրների չարախոս։ Նա ամեն բան անում է, որ միաբանություն է քանդիսելներ, բայց մեր Տեր Հիսուսը ասեց, այն ինչ որ Աստված, Աստծո խոսքը ասում է, այն ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի, ամեն։ Եռակի կապված թելը ասում է, ոչ ոք չի կարող կտրել։ Ով է այդ երրորդը։ Այդ երրորդը Տերն է, որ այդ կապը ինքը կապում է ու ոչ ոք չի կարող կտրել։ Երբ որ մենք Տիրոջից կապված ենք, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ նրա հոգին անարգելք նրա արյունը մեր կյանքերի մեջ հոսի, փառք Տիրոջ սրա համար։ Տեսեք, եղբայրը նախորդ դասին ասեց, չէ՞ որ քահանապետը չէր կարող սրբության սրբոց մտնել ոչ առանց արյան։ Ու ինչ էր նա անում։ Նա պետք է իր ականջի էս բլթակը պետք է արյունով օծեր, ձեռքի եւ ոտքի բութ մատը պետք է արյունով օծեր։ Ամեն։ Ինչ էր նա դրանով ասում։ Այն ամենը, որ լսում էր, պետք է անցներ արյան միջոցով։ Այն ամենը, որ նա անում էր, պետք է անցներ արյան միջոցով։ Մեզանից տրված ոչ մի բան չի կարող շինություն բերել, բայց այն ամենը, ինչ որ Քրիստոսի արյունից, նրա հոգուց ծնված կլինի սիրելիներ, կյանք ու շինություն կբերի։ Փորձել ենք, մեզանից տվել ենք, արդյունք չի տվել, բայց մի նախադասություն անգամ Սուրբ Հոգուց ներշնչված կյանք է ու հոգի է սիրելիներ ու կյանքեր է փոխում։ Անկեղծ եմ ասում, ես իմ կյանքի փորձառության մեջ սա զգացել եմ, տեսել եմ։ Քույրս մի լավ երգ ունի գրած, ասում է. դնում եմ ձեռքս քո ձեռքին, սիրտս էլ քո սրտին եմ ծուլում։ Հասկանում եք, պետք է մեր մեծագույն փափագը լինի մեր ձեռքը դնել Տիրոջ ձեռքին, մեր սիրտը ձուլել նրա սրտին, մեր խորհուրդները նրա խորհուրդները լինեն, մեր գաղափարները նրա գաղափարները լինեն։ Երբ որ ես իմ ձեռքով կհպվեմ նրան, Տեր Հիսուսը հպվի իմ միջոցով ինչ-որ մեկին, ամեն։ Երբ որ ես խոսեմ իմ խոսքերով, Տեր Հիսուսը խոսի։ Չկա սրանից ավելի հրաշալի բան սերներ։ Բայց երբ է դա լինում, երբ որ Տիրոջ արյունը անարգելք սկսում է հոսել մեր կյանքերի մեջ։ Եվ արյան մեջ այս արդյունքում նվաճումներ կա սերներ, նվաճումներ կա։ Դու կարաս հաղթություններ ունենաս սրանով ու փառք Տիրոջ սրա համար։ Այդ արյունը կարող է ապահովել քո օրգանիզմի թթվածինը եւ ամեն ավելորդ թափոնները այրել ու վերացնել եւ օգտակար բոլոր բաները սնուցել։ Աստված չի փոխվել սերներ։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Աստված մահացած չէ, նա կենթանի Աստված է։ Ամեն։ Եվ խնդիրը նրա մեջ չէ, խնդիրը մեր մեջ է։ Երբ որ մենք մեր կյանքի մեջ, մեր եկեղեցիների մեջ արթնություն չկա, խնդիրը նրա մեջ չէ, սիրելիներ, այլ պետք է նայենք մեր մեջ։ Ինչ խնդիր ունենք։ Երբ մենք ազատվենք այն ամենից, ինչը խոչընդոտում է կյանքի հոսքին, այդ ժամանակ արյունը կկարողանա իրականացնել ամեն անհրաժեշտը, լինի դա մարմնի բժշկություն, մեղքից սրբել կամ էլ մեզ գաղ վիճակից դուրս բերելը։ Ինչ էլ որ դա լինի, արյունը կսկսի հոսել մեր կյանքերի մեջ։ Արյունը ամեն բան կատարում է, ինչ Աստված ուզում է նրանից։ Երբ մենք հեռացնում ենք նրա հոսքի խոչընդոտները,
Մենք կարիք ունենք ուղակի, որ գանք Տիրոջ առաջ եւ ասենք Տեր, հեռացրու այն ամենը, ինչը որ արգելում է։ Հեռացրու այն ամենը, ինչը որ այդ արյան հոսքին խանգարում է։ Գիտեք, նախորդ դասին ես երեք ասեցի, չէ, Իսրայել ժողովուրդը գնաց պատերազմելու եւ պարտություն կրեցին։ Լավ, մյուս պատմությունը հիշեցի։ Ասացին Տեր գնանք պատերազմի, ասես գնացեք։ Գնացին, պարտվեցին, հետ եկան։ Կողա լավ չենք լսել։ Մի հատ էլ հարցրեցին Տեր գնանք, ասես գնացեք։ Նորից պարտվեցին, հետ եկան։ Տեր ի՞նչն է պատճառը։ Մեղք կա։ Բենիամինի ցեղի մեջ մեղք կար։ Պարտություններ են կրում, անհաջողություններ են լինում։ Եվ ասում ենք, այս ինչի ճեղքում չկա, այս ինչի արտնություն չկա, այս ինչի կյանքը չկա մեր մեջ, ինչու առաջվա ջերմությունը չկա եկեղեցու մեջ, լսել ենք, չէ՞, այս հայտնի զրույցները շատ ա լինում։ Ես էլ եմ արել։ Ինչու չկա առաջվա ջերմությունը։ Խոչընդոտներ կա, որ պետք է հեռացնենք, սիրելիներ։ Արտնություն ենք ուզում, բայց խոչընդոտները պետք է հեռացնենք։ Եվ թող Տերը մեզ օգնի այս ամեն ինչում։ Ամեն, աղոթենք։ Հալելույա։